հաշվետվողների փոխեցի։ Միայն որը փոխեցի։ Բաժակի կողքին դրված հաշվետվողիկները։ Գիտեք երեխաներ, սա նշանակում է, որ իմ տուփի հաշվետվողիկները դրանք հաստատուն են, դա չի փոխվում, սա մնում է։ Եվ սա կոչվում է տասնյակ, սա այստեղ պարունակում է մեկ տասնյակ հաշվետվողիկ, որը չի փոխվում, բայց այն նրա կողքի դրված հաշվետվողիկները, որոնք միավորներն են, փոխվեցին։ Դուք ուշադիր եղաք։ Այո, հիմա եկեք, ձեր սեղանների վրա կա այսպիսի մի բաժակ, եկեք մենք ինքներս փորձենք և համոզվենք, արդյոք մեր բաժակի միջի հաշվետվողիկը հաստատուն է, թե ոչ, այն փոխվում է, թե ոչ, երբ որ մենք նրա կողքը ավելացնում ենք հաշվետվողիկներ, մենք այդ տուփից հաշվետվողիկ քանում ենք, դնում ենք, թե չենք անում, լավ։ Հիմա ես ձեզ պիտի խնդրեմ, որ դուք սեղաններին դնեք 3 հաշվետվողիկ։ Դնում ենք, 3 հաշվետվողիկ ենք դնում։ Դրեք, բոլորը դրեք։ Պետք է խնդրեմ, որ դնեք տասնյակի բաժակը, տուփը և նրա կողքը դնեք 4 հաշվետվողիկ։ Դրեք տասնյակի տուփը և նրա կողքը դրեք 4 հաշվետվողիկ։ Ահա, տեսնենք այստեղ։ Ուր է ձեր հաշվետվողիկները։ Կարող եք օգտվել այս հաշվետվողիկներից։ Շատ լավ, դրեք, դիրտացեք։ Տուփը դիր, ապրես, ամեն տասնյակի տուփն է, նրա կողքը դիր 4 հաշվետվողիկ։ Ուր է 4 հաշվետվողիկը, ահա, ձեր տասնյակը և 4 հաշվետվողիկ։ Կարող եք թվերով դնել, հա։ Տասնյակի տակը եկեք դնենք իրեն համապատասխան թիվը, որ թիվը կդնենք տասնյակի տակը։ 14։ Հիմա ոնց դնենք, 14 թիվը թվերով ոնց կդնենք սեղանի վրա։ Լուծես տվեք։ 1 և 4։ Դե գրեք տեսնեմ, 1 և 4 ասեցի, որ լինի, եկեք մեր տասնյակը որ է, 1-ը որտեղ կդնենք, որտեղ կդնենք 1-ը։ Ահա, արեք ուղղեք, հաշվետվողիկների տակը դրեք, 1-ը որտեղ կդնենք, երեխեք, հաշվետվողիկների տակ, եթե մենք դնենք թիվը, որին կհամապատասխանի 1-ը, որին կհամապատասխանի 4 թիվը, լեստեղնից, եկեք մեկ, ո՞րը չփոխեցիք։ Որովհետև 15 բերալի։ Այսինքն մեր բաժակի հաշվետվողիկը անփոփոխ էր, չէ, ինքը չփոխվեց, չէ, բայց դուք ուշադիր եղաք, որ մեր միավորները սիրում էին շրջել, ման գալ, մենք հանեցինք 4-ը դրեցինք 5-ը, կարող եք հիմա հանել 5-ը դրել, թողնել 2 հաշվետվողիկ, իրանք սիրում են ման գալ, պտտվել, բայց այն մեր բաժակի հաշվետվողիկը երեխաներ, այն հաստատուն է, այն չի փոխվում։ Լավ, սա շատ կարևոր բան է, որ մենք հիշենք։ Հիմա եկեք միան խաղ
ենք խաղալու, զույգերից մեկը կլինի վաճառողը, իսկ մյուսը կլինի գնորդը։ Գնացինք, առաջին զույգը, Նարեկը վաճառողն է, ճիշտ եմ ասում Նարեկ, ճիշտ հիշեցի, Շահանեն գնորդն է։ Սա քո դրամապանակը, որտեղ կան դրամներ։ Վաճառող ջան, չես կանգնում, գնորդ է մտել քո խանութի, չես կանգնում, որ վաճառես։ Հետո միատ Շահանը նայում է, ինչ է իրեն անհրաժեշտ, ինչ է ուզում գնել։ Ներկայացրու խանութդ, ինչ ունես։ Նարեկ, ինչ գրիչ ունես, էլի ինչ ունես։ Չոտո, մկրատ, սոսից։ Ինչպես կասես Շահանը, ես ցանկանում եմ։ Ես ցանկանում եմ Գիտես ինչքան պետք է վճարես գրքի համար։ Ահա, Նարեկը ցույց տվեց գումարը։ Նարեկ, կարող ես բարձրաձայն ասել, որքան արժի գիրքը։ 10։ Ինչ, 10 դրամ։ Հիմա Շահանեն պետք է վճարի։ Շահանեն, դե վերցրու գիրքը, ինչ պետք է ասես, որպես բորեկիրթ գնորդ, ինչ պետք է ասես մեր վաճառողի։ շնորհակալություն։ Ահա, դե վերջ գնացինք։ Մի քիչ բարձր խոսեք, երեխաներ։ Տանիք, չես հավաճարկում, որ ուրիշ բան ես դնում ես միայն խաղագնի ու գնա։ Գրիչը 10 դրամ է, դա լավ նայ, արեք, քեզ խոբից վաճառող։ Միայն գրիչ ես գնում արեք։ Դե մի քանի բան վերցրու, մի անգամից կվճարես բոլորի համար արեք։ Ինչ որ ուզում ես գնել վերցրու, հետո մի անգամից կվճարես։ Եվ օգնի Դավիթ, օգնի Արեգին, որ գրչատուփը վերցնի, ինքը արդեն արել է իր ընտրությունը, ահա, շատ լավ, դե հիմա, ինչքան ես վճարելու, Արեգ, քաշվել ես, ինչքան ես վճարելու, ահա, կլինի 9 դրամ, հիմա դու պետք է Դավիթին վճարես 9 դրամ։ Եթե 3 չկա, մենք ուրիշ թվերով չենք կարող ստանալ մեր ուզած դրամները։ Ահա։ Մենք օրինակ երկուսով չենք կարող ստանալ մեր 9 դրամը։ Կարող ենք, բայց դու չես ուզում։ Մենք կարող ենք 10 դրամ վճարել։ Կարող ենք վճարել, այս դեպքում վաճառողը մեզ ինչ պետք է անի։ Վաճառողը ինչ պետք է անի մեզ, ինչ վերադարձնի։
Սարը պետք է վճարի, որքան 17 դրամ։ 17 դրամ, գնացի։ Տեսնենք Նարէն ճիշտ է վճարում։ Ինչ եղավ։ Նարէ ջան, ինչ ես ման գալիս։ Տաթե ոգնի, որ վճարի։ Հələ պահի գումարները տեսնենք ինչքան ես հանել։ Ահա։ Հիմա ինչքան պետք է ավելացնի ևս, ինչքան պետք է ավելացնի։ 14 դրամ հանել էր։ ԵՒս ինչքան պետք է ավելացնի։ ԵՒս 3 դրամ։ Դեսա, Նարէ, մի հատ 3 դրամ ենք ավելացնում։ Չեմ եկա, միատուն է։